Խորհուրդ ովքեր ծնվել են ջրի տարերքի համաստեղության ներքո, ձկներ, կարիճներ և խեցգետիններ։ Խորհուրդ ձկներին, խորհուրդ կարիճներին և խորհուրդ խեցգետիններին։ Խորհուրդ ձկներին մի շփվեք այնպիսի մարդկանց հետ, ովքեր անվստահ մարդիկ են, սնվում են ձեր էներգիայով, ամփքարտն է։ Մի կողմ դրեք ձեր անորոշությունները, որ ես ուզում եմ, չեմ ուզում, տատանողական բնավորությունը մի կողմ դրեք, եթե լավ շանսեր գալիս են ձեր կյանքում, օգտագործեք, մի ստեղծեք այնպիսի մշուշոտ իրավիճակ, որ մարդիկ ձեզ չհասկանան, ամեն մի ծանոթությունը, մարդկանց հետ հարաբերությունը, կոլեկտիվային եւ այլ ընդհանուր ձեր սֆերայի հետ պարզություն մտցրեք եւ արտահայտվեք մի դրեք ձեր ներսում, եղեք ներշնչեք վատով, որտեղ դա նեգատիվ է, եթե մտնում է ձեր, այսինքն եթե դուք ներ եք շնչում, դա պետք է այդ նեգատիվը խոսեք մարդկանց հետ, որպեսզի դուրս գա, եւ փորձեք միայնակ չլինել։ Այնպիսի ամեն ինչ մի վերագրեք, որ ձեզ վրա թուղթ ու գիրք է, այդ դեպքում լավատես լինելով, նոր հարաբերություններ ստեղծելով, մարդկանց հետ ամեն ինչ պարզելով, կարող է ձեզ մոտ ամեն ինչ դեպի լավը գնալ։ Կստացի, անցյալը մոռացեք, դուք դա կարող եք եւ շարժվեք առաջ դեպի լույս։ Հաջորդը կարիճներ։ Եթե կան հարցեր կապված ձեր սիրելի տղամարդու հետ, որը ձեզ գցում է այնպիսի մի իրավիճակների մեջ, որ դուք չհասկանաք, թե ինչ է կատարվում, այդպիսի մարդկանցից ազատվեք, ովքեր որ անորոշություն են մտցնում ձեր կյանքը եւ դուք չգիտեք ինչ անեք, սպասեք այդ մարդուն, թե ոչ։ Դա բոլոր սֆերաների հետ է կապված։ Կասկածները մի կողմ դրեք, եթե ինչ-որ հարցեր կա, պարզեք եւ ամեն ինչը մի դրեք կասկածի տակ։ Իմ խորհուրդը ձեզ պետք է մարդկանց հետ շփվել, բոլորը նույնը չեն, դուք կարող եք ստեղծել, հարգելիներս, լավ շրջապատ մարդկանց հետ, շատ մարդիկ միգուցե կարող է մտածում եք ձեզ չեն հասկանում։ Մի մոռացեք, որ դիվական նշանն է կարիճների նշանը, եթե ինչ-որ տրանսֆորմացիաներ են ձեր կյանքում գալիս, պետք չէ նստել, վախենալ, կասկածել եւ այլը, շփվելով մարդկանց հետ, հակառակը։ Շփվեք մարդկանց հետ, կասկածները մի կողմ դրեք, եթե ինչ-որ մարդիկ ձեր կյանքում ձեզ լավ էներգիա չեն